Ելույթս անվանել եմ զրույց համախոհներիս հետ։ Մտքերը կարող է իրար շատ կապված չլինեն, բայց գտնում եմ անհրաժեշտ ասելու համար։ Տարիներ շարունակ վերջին տարիներս դրա կարիք կար, ուսումնասիրում եմ տարբեր երկրների, տարբեր հասարակությունների մեջ տեղի ունեցող տրանսֆորմացիաները։ Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր լուրջ հասարակական կլաստերային փոփոխություններ են տեղի ունեն, փոփոխություններ, որոնք դեպի բացասականն են գնում։ Հասարակությունը պասիվացել է, գնալով պասիվանում է։ Եվ դա ես գնահատում եմ շուրջ 28 տարվա գործընթաց։ Այդ գործընթացի նպատակը, որը ղեկավարվել, համակարգվել է իշխանությունների կողմից, եղել է հետևյալը նպատակը։ Սա հայկական երևույթ չէ։ Ստեղծել վիճակ, երբ քաղաքացին իրեն չի զգում ուժեղ, ստեղծել հուսահատության վիճակ, որտեղ ըմբոստացումները, միտինգները, պայքարները, ակտիվ քվեարկությունները մեծ դեր չեն խաղում։ Վերևի կոռուպցիան, գողությունը, զոռբայությունը հասարակության իջեցնում են ներքև, ոչ միայն անհատն է խեղճանում, այլ հավաքական արժանապատվությունն է խեղճանում։ Ես հստակ կարող եմ ասել, դա փաստ է, Հայաստանի հասարակությունը այսօր այդ 28 տարվա աշխատանքի արդյունքում ունի հավաքական արժանապատվության կորուստ։ Սա լրջագույն խնդիր է։ Լրջագույն խնդիր։ Հայաստանի քաղաքացում զրկել են իր ամենաբարձր կոչումից, քաղաքացու կոչումից, որ բացի մարդ լինել ինքը պետության մաս է եւ պետության ղեկավարման, պետության ստեղծման հեռանկարի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Հետևողական այս աշխատանքը տարվում է, արտագաղթը նույնպես դրա արդյունքն է։ Ես այդ ուսումնասիրությունների արդյունքում, որը համատարած է, ընդունված է, այսպես վերսիաներ չեն կամ վարկածներ չեն, ուժեղ են համարվում այն հասարակությունները, կենսական, պինդ, շարունակական են համարվում այն հասարակությունները, որոնք իրենց չեն զրկում իրենց ժառանգությունից, այսինքն իրենցից առաջ եղած ամբողջը հավաքում են, դարձնում սեփականություն եւ փոխանցում են հաջորդ սերունդին։ Յուրաքանչյուր սերունդի, յուրաքանչյուր քաղաքական ուժի կարևորագույն առաքելություններից մեկը, ընդհանրապես դա բնության ֆունկցիաներից մեկն է, ունեցածը վերցնել, հարստացնել, եթե կարող ես, կամ պահպանել գոնե եղածը, հաջորդել սերունդներին։ Այս իշխանությունը այսօրվա, այս խնդրի, այս շղթայի կտրող իշխանությունն է։ Հիմնավոր եմ։ Մեզ զրկել են այս 7 տարվա ընթացքում, փորձել են զրկել մեր իդենտիֆիկացիայից, մեր գենից, մեր հիշողությունից, մեր մշակութագենետիկ ժառանգությունից, դրանք են եկեղեցին, մշակույթը, կրոնը, գիտնականները, ծնողների, գերեզմանների, չգիտեմ, մեծերի նկատմամբ ունեցած հարգանքը, ցեղասպանության ճանաչումը, եկեղեցին եւ այլն։ Այս ամբողջ շղթան ինչ որ հիմա կատարվում է, այդ շղթայից մեզ փորձում են այս հասարակությունը, այսօրվա հասարակությունը կտրել այդ մասից, որը կոչվում է անցյալ, որը կոչվում է ժառանգություն։ Եվ հաջորդ քայլը, այն որ ասեցի հիասքանչության ապատիայի վիճակ են ստեղծում, հասարակությունը պասիվությունից ընկնում է, ես հիշում եմ, եթե կարող եք վկայել, 5-10-15 տարի առաջ մի ծառ կտրելու համար Երևանում ըմբոստություններ, մի շենք քանդելու համար ըմբոստություններ, Հյուսիսային պողոտայի տները քանդում էին, ամբողջ հասարակությունը պայթում էր, հիմա չկա։ Պատկերացնում եք ժողովուրդ, թեկուզ անցած բոլոր իշխանությունների ժամանակ Թուրքիան եւ Ալիևը աջակցություն հայտնեին որևէ իշխանության։ Ստեղ ընդ որում բացառություն չկա։ Եվ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչյանը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի եղել այսպիսի դեպք եւ աներևակայել էր այսպիսի դեպք, երբ երկու քո հետ պատերազմական վիճակի, քո դժբախտությունների հիմք ու պատճառ հանդիսացող երկրների իշխանություններ աջակցություն են հայտնում քո իշխանությանը եւ մենք դա կուլ ենք տալիս։ Սա աներևակայելի է։ Բայց մենք գտնվում ենք այսօր այդ վիճակում։ Հաջորդ օրինակը ասեմ, որ մի օրինակ ընդհանրապես կասեմ, շատ երկար ժամանակ չեմ ուզում զբաղեցնել, թե ինչով են մեզ կտրում նաև շղթայի հաջորդ մասը,
շարունակելու, օգտագործելու։ Մի օրինակ, խոսուն, ճճացող օրինակ, ինձ համար շատ ցավոտ օրինակ, կրթության նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքը։ Սա աննախադեպ է։ Եթե մի դպրոց, մի մանկապարտեզ փակվեր մինչև այժմ, չգիտեմ ինչ աղմուկ բարձրանար, մամուլը կպայթեր, հասարակությունը կպայթեր։ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 230 դպրոց փակվելու է, 230 դպրոց, բերանով ենք ասում։ Հայաստանում կա 1400 դպրոց, դրանցից 900-ը գյուղական դպրոցներ են, 900 գյուղական դպրոցներից 230-ը 5-ից 1-ը փակվում է։ Սա ողբերգություն է, սա կատաստրոֆա է։ Այդ 230 գյուղերից 215-ը գյուղի միակ դպրոցն է։ Միակ դպրոցը, կենտ դպրոցը, որը փակվելու է։ Այդ գյուղերից 55-ը սահմանամերձ գյուղեր են։ Սահմանամերձ գյուղի գոյությունը այսօրվա վիճակով ձեզ բացատրելու կարիք չկա։ Դրանք սահման պահող, գյուղ պահող, բնակություն պահող, դեմոգրաֆիա պահող բաներ են, ֆունկցիաներ են։ Եվ տարօրինակ, զարմանալի, զավեշտի, բայց լռության մատնված շատերի կողմ 27 գյուղ Սյունիքում է։ Սյունիքում դիտավորյալ 27 գյուղ դատարկվում է։ 40-ից ավել Լոռու մարզ, 40-ից ավել Շիրակի մարզ, 40-ից ավել Սյունիքի մարզ։ Ինչ է սա, ցեղասպանություն չի։ Վստահ եղեք, հավատացնում եմ, կարիք էլ չկա հավատացնելու։ Դպրոցները փակվելուց հետո այդ գյուղերը ոչնչանալու են, դատարկվելու են։ Հրանտ Մաթևոսյանի գյուղի դպրոցը փակվում է, Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրի գյուղի դպրոցը։ Եվ զավեշտը, այդ բոլոր գյուղերի դպրոցների մեկ տարվա բյուջեն 7 միլիարդ դրամ է։ 7 միլիարդ դրամ մեկ տարվա 230 դպրոցի համատեղ բյուջեն, բոլոր ծախսերի մեջ է։ Համեմատեք ու զայրացեք։ Ուղիղ հավասար է մեկ տարվա այս իշխանությունների հավելավճարներին եւ պարգևավճարներին։ Մեկ տարվա։ Այսինքն մեկ տարվա այս մարդկանց պարգևավճարը ուղիղ հավասար է 230 գյուղի բյուջեին, տարեկան բյուջեին։ Սա արդյոք չի նշանակում այն իմ ասած շղթայի կտրելը։ Կարող եք ինձ ասել, ինչ է նշանակում բոլոր բուհերը Գորիսից, Իջևանից, Գյումրիից, Վանաձորից, բոլոր տեղերից կտրել, արմատախիլ անել, բերել աշտարակ։ Ինչ է սա նշանակում։ Այդ շղթայի կտրելը չի։ Այս իշխանությունների առաքելությունը։ Ես այսպես եմ տեսնում, երբ որ մեծ հասարակական փոփոխությունների զարգացումների բանով եմ, աչքով եմ նայում։ Եվ այս իշխանությունների չազատվելը դավաճանությունն է այս դահլիճին։ Այս դահլիճը միայն հաղթանակների է սովոր։ Մենք ինչու ենք ուզում այս դահլիճը, որ այդ մեր հաղթանակների ավանդույթը շարունակվի։ Այս դահլիճը հաղթանակների սովոր դահլիճ է։ Ու դա մենք պետք է անենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, քանի դեռ կան, քանի դեռ այս երիտասարդները արդեն մեր հետ են, քանի դեռ մենք կայացած, փորձված, կյանքի բովով անցած մարդիկ ենք, մենք հասնելու ենք մեր ուզածին։ Ինչու, որովհետև անկեղծ լինենք, էլի, դուք տեսնում եք Հայաստանում որևէ քաղաքական ուժ, հարգելով բոլորին, որ ավելի մտահոգի անկախության պետականության համար, քան մենք, չկա։ Կարող է մեր մեղքն է, որ չկա։ Բայց Հայաստանում այսօր չկա մի ուժ, որ ավելի սթափ է, ավելի կայացած է, ավելի անաղարտ է մնացել այս փորձություններից անցնելով եւ մտահոգ է, ցավում է երկրի անկախության, պետականության, մեր սահմանների անձեռնմխելիության, մեր եղեքի այստեղ ապրելու իրավունքի համար։ Չկա։ Մենք այդ գործը անելու ենք ժողովուրդ, ոգի առեք, դուխ առեք, մի հատ ենք ըմբոստանալու, մի հատ ենք փողոց դուրս գալու, մի հատ ենք պայքարելու, փառք ասում ոնց որ թե ծիլեր երևում է կոնսոլիդացիայի, ոնց որ թե մի քիչ սկսել են հասկանալ, որ մանդատ մտնելը չի, պարլամենտ մտնելը չի մեր խնդիրը, այս պետությունն է խնդիրը, մանդատ կա այսօր վաղը չկա, 5 տարի պատգամավոր լինես, հետո ինչ ես լինելու, հետո ինչ ես անելու, բայց երկիրը ում ամնալու, կարևորագույն խնդիր կա մեր առաջ։ Եվ այդ խնդիրը մենք լուծելու ենք։ Այդ խնդիրներից մի քանիսը բաժանել եմ, հիմա ասեմ։ Թիվ 1 խնդիր։ Սա իմ մոտեցումներն է։ Հասարակության ակտիվացում։ Եթե այս հասարակության այն 60%-ը, որը հանգած է, չարտնանա, չզգա այս վտանգը,
Այս տագնապը չզգա, մենք այս խնդիրը չենք կարող լուծել։ Այս առաջիկա 3 ամսվա իմ պատկերացրած մեր անելիքը հասարակության ակտիվացնել, ասել, որ ինքը տերն է երկրի, որ իր քվեարկությունը կարևոր է, որ իր չգնալով Նիկոլը ընտրվելու է։ Իշխանության ձեզ երաշխավորած ասում եմ, միակ երաշխիքը, որ իրենք հաղթելու են, ժողովրդի պասիվությունն է։ Իրենք ունեն 10% պայմանական ձայն, այդքանով ընտրվելու են, եթե ժողովուրդը չգա քվեարկության եւ բաժանվի մասերի։ Մենք կհաղթենք այս իշխանություններին, եթե հասարակությունը ակտիվանա, մեզ չքվեարկի, ում ուզում է քվեարկի, բայց ակտիվանա։ Հասարակության ակտիվացումը մեր թիվ 1 մարտահրավերն է։ Հասարակության պասիվությունը, ներողություն, հասարակության պասիվությունը մեր կուսակցության այս հասարակության թիվ 1 մարտահրավերն է, որ պետք է հաղթահարվի։ Մենք կփորձենք, մենք հիմա լայնամասշտաբ սկսել ենք քարոզչական աշխատանքներ, հանդիպումներ, կառույցների ձևավորում, շտաբների բացում, կփորձենք դա անել, տրամադրված ենք, այդպես ասեմ, տրամադրված ենք միասնական լինելու, շատ լավ, միասնական չլինենք, առանձին լինելու, կրենք, կրվենք, 5% հավաքենք, 50% հավաքենք, մասնակցելու ենք։ Մենք չենք կարող չմասնակցել, որովհետև մեր ասելիքը ուրիշը չի ասելու, մենք ենք մեր ասելիքը ասելու։ Այդ թիվ 1 խնդիր, հասարակության ակտիվացումը։ Հաջորդը, ընտրությունները կգան, կանցնեն, կուսակցությունը մնալու է, ժողովուրդ։ Ինչ արդյունք ուզում է լինել, Հայ ազգային կոնգրեսը մնալու է, պարտավոր է մնալ, չի կարող չմնալ։ Եվ ուստի ես մի քանի կետ ուզում եմ առաջարկել մեր գործունեության համար, որը շարունակական է լինելու, կրկնում եմ, անկախ ընտրությունների ելքից, որոնք են մեր մեխերը, մեր առանձնացող գծերը, մեր անձնագրերը, ազատականություն։ Հայաստանի Հանրապետությունը չունի այլ ճանապարհ, քան ազատական շուկայական տնտեսություն ունենալը եւ դիվանագիտական, բարի դրացիական հարաբերություններ ունենալը բոլոր ուժային կենտրոնների հետ, բոլոր հարևաններին։ Սա մեր սկզբունքային կետերն է, որը գալիս է 88-ից։ Մենք պետք է տեր կանգնենք, քարոզենք այս արժեքները, որովհետեւ կրկնում եմ, այլ ճանապարհ Հայաստանը զարգանալու չունի։ Ազատական գաղափարախոսության տարածում։ Մենք ենք դրա առաջամարտիկը։ Հաջորդ կետը, որի մասին ուզում եմ ասել, տարածքային կառույցների ուժեղացում։ Մենք ունենք առավելություն, ժողովուրդ, մենք ունենք ոչ շատ մեծ քանակ կուսակցության անդամների, բայց ունենք ցանցային կառույց։ 42 տեղ մենք ունենք կուսակցականներ։ Թույլ, շատ, ուժեղ, տարածված, հարգված, բայց այս ցանցայինը շատ կարևոր է։ Ես չգիտեմ ուրիշ կուսակցություն, որ այսքան ցանցային կառույց ունենա հանրապետություն, կարող է 1-2-ը ունենան, բայց մեր փորձություններով անցած ցանցային կառույց է, տարածված կառույց է, եւ այս տարածքային կառույցների ուժեղացումը եւ առաջիկա ընտրություններում եւ հետագայում շատ կարեւոր է։ Գիտեք, մեր վարչությունում շատ են քննարկում նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, նոր Facebook-ային, TikTok-ային, չգիտեմ, այդ բաների ակտիվացում, այդ լրիվ ճիշտ է, համաձայն եմ ամեն ինչին։ Պետք է գնաս համընթաց նոր զարգացումներին, բայց արհեստական բանականությունը չունի մարդկային այն զգացմունքները, այն նվիրվածությունը, այն հայրենասիրությունը, այն կարեկցանքը, որ ունի մարդը։ Մեր մարդկային ռեսուրսը մեր հարստությունն է։ Մեր տարածքային կառույցները մեր հարստությունն են, մեր կուսակցությունն են։ Դրա համար ձեզ որպես խնդրանք, հորդոր, ուժեղացրեք մեր տարածքային կառույցները, դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Մյուսը միշտ հաճույքով եմ տալիս երիտասարդացումը։ Մենք քարեխաչ չենք դառնալու, բոլորս գնալու ենք եւ այս գաղափարները, այս խնդիրները, այս առաքելությունը շարունակելու համար պետք է գա նոր սերունդ։ Ճանապարհ տվեք երիտասարդներին, ողջևորեք, հրավիրեք, ամեն ինչ արեք, որ մեր կուսակցությունը երիտասարդանա։ Քանի որ նրանք մեզ լավ են տիրապետում նաեւ այդ տեխնոլոգիաներին եւ էստաֆետը կարող են վերցնել։ Մենք սերնդափոխության խնդիր ունենք։ Մենք պետք է այդ սերնդափոխության խնդիրը իրականացնենք։ Եվ վերջինը Երեսունվեց տարի առաջ ես այստեղ հռչակագրից առաջ երդվել եմ, որ մինչև վերջ տեր եմ լինելու հռչակագրին եւ անկախության գործընթացին։ Ես ուզում եմ այս սուրբ դահլիճը, սուրբ ամբիոնը օգտագործել եւ ձեզ էլ խնդրել, հորդորել նույն բանը անել ձեր մտքում, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել հռչակագրին։ Դա մեր առաքելությունն է եւ մենք դա պարտավոր ենք անել։
Եկեք տեր կանգնենք մեր անկախությանը, մեր հռչակագրին եւ մեր երկրին։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։